Մայիսի սկզբին, մայիսի 6-ին, թե մայիսի 4-ին չեմ, մայիսի 4-ին, Երևանում հավաքվելու են եվրոպական դիվանագետները, արտգործնախարարները, դա եվրոպական քաղաքական համայնքի վեաժողովն է։ Ու քանի որ մենք խոսում ենք Իրանի մասին, ես պարտքս եմ համարում կիսվել ձեզ հետ և ձեր միջոցով, նաև այս տեսանյութի միջոցով հաղորդել կառավարությանը մեր կուսակցության մի կարևոր առաջարկ։ Խաղաղությունը, որը մեզ այդքան անհրաժեշտ է, հիմա քննարկվում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև Պակիստանում։ Պակիստանն է առաջարկել իր ծառայությունները, առաջարկում էր և Թուրքիան, արաբական երկրները, ընտրվեց Պակիստանը։ Ինչի մասին է պայմանավորվելու Թրամփը իրանցիների հետ, մենք չգիտենք, բայց մենք առաջարկում ենք Հայաստանի իշխանություններին, որոնք առայժմ իշխանություններ են և օգտագործում են այդ եվրոպական վեաժողովը սեփական PR-ի համար, մենք իրենց առաջարկում ենք հանուն Հայաստանի անել եվրոպացիներին հետևյալ առաջարկը. հրավիրել Երևան հենց այդ օրերին եվրոպական համաժողովին այդ Իրանի նախագահ պարոն Փեզեշքյանին կամ արտաքին գործերի նախարարին պարոն Արաքչիին։ Երկուսն էլ ծանոթ են մեր երկրին, երկուսն էլ կարծեմ եղել են կամ Փաշինյանն է եղել ու ծանոթ է նրանց։ Մենք պետք է լինենք Եվրոպայի և Իրանի միջև հարաբերությունների կամուրջը։ Եվրոպացիները հյուսիսարևը կառուցում են որպես կամուրջ դեպի Իրան։ Խաղաղ, ապահով ժողովրդավարական Իրանը դա Հայաստանի անվտանգության ու նաև խաղաղության լավագույն երաշխավորն է։ Եթե մենք կարողանանք կապել Իրանը Եվրոպայի հետ, դա կլինի մեր երկրի, մեր ազգի մեծագույն նվաճումը և հատուկ առաքելությունը։ Դա կլինի և Իրանի, և Եվրոպայի համար հսկայական նվաճում։ Եվ մենք, Եվրոպական կուսակցության կողմնակիցները, անդամները, ես որպես նախագահ, ամենայն լրջությամբ առաջարկում եմ Հայաստանի արտգործնախարարությանը և կառավարությանը դիտարկել լուրջ այդ մեր առաջարկը։ Մենք չենք պնդում հեղինակային իրավունքները, մենք պնդում ենք, որ դա արվի Հայաստանի ժողովրդի անունից։ Առաջարկ Եվրոպային հրավիրել Իրանը, Երևան, առաջարկ Իրանին ընդունել Եվրոպայի հրավերը և այցելել այստեղ մեկ ամիս անց, մայիսի սկզբին, և դարձնել Հայաստանը իրական խաղաղության խաչմերուկ, ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի համար, այլ Եվրոպայի և Իրանի համար։ Սա էր իմ վերջին առաջարկը, որը ես այսօր ուզում էի հայտնել նաև ձեզ, այսքանով սահմանափակվենք, շնորհակալություն։